ես նորից եմ ասում։ Հիմա գերիներ, Բաքվի գերիները նստած են, ինչ կարող են։ Ոչ մի բան, ինքը ոչինչ չի կարող անել։ Փոխարենը ինքը ասենք կարող է մտնել եկեղեցիներ։ Հայաստանի տարածքները վերցրել է, բարձունքները վերցրել է, ինչ կարող եմ անել։ Ես մենակ կարող եմ ձեզ սարսափեցնել, վախեցնել պատերազմով։ Ոստիկանական մահակով։ Անընդհատ, չէ, այստեղ Երևանում մահակով ջարդեմ ձեզ եւ մեկ էլ սարսափեցնեմ ձեզ, ասել համակա հանեք 5-րդ, կասեմ միանգամից 5-րդ պատերազմը կսկսի։ Եվ այս առումով ես ասում եմ, բավական մեծ պատասխանատվություն է նստած ընդդիմության բոլոր այն ուժերի, ղեկավարների, քաղաքական խորհուրդների ուսերի, որոնք գուցե պարոն Հապետյան, հենց սա նաեւ տեսակետ կա, որ ամեն ինչ անում է անլրջացնի։ Երկիրը սարսափի մեջ է, շրջափակված է, հարևան երկրում պատերազմ է, ինքը անլրջացնում է, տեսեք զվարճանում ենք, լափում ենք, պարում ենք, կատակ ենք անում, զվռնում ենք, չգիտեմ էլի ենք լափում, ասենց էլի մեզ համար անհոգ ինչ որ վիճակ հնարավորինս անլրջացնի, որտեվ հենց որ գալիս է գա այս ամեն ինչը ավելի լուրջ հարթակ, սա նշանակում է, որ ինչ պիտի լինի, ինքը լուրջ պատասխան պիտի տա, չէ՞, սարսափների համար, այս կորստի համար, 5-րդ պատերազմի համար, չէ՞, պիտի պատասխան տա սա։ Այս ձեր կայքը ոնց է բլոկի տակ է, դիտում չկա։ Չէ, ոչինչ, երևի ժամը փոխել ենք, բոլորը մի մոռացեք, որ բոլորը ձեզ սպասում են երկուշաբթի ժամը 11-ին։ Հա։ Բայց ուղղակի որ նայում ենք Հա, չէ, ուրեմն ես ներողություն եմ խնդրում, ուղղակի անձնական մի հրատապ խնդիր եղավ դրա համար։ Ներող կլինեմ։ Չէ, փաստորեն չէ, որ ժամին էլ պարոն Նահապետյանը եթերը դուրս գալիս, մեծ լսարան։ Եվ այդպես հիմա եկեք նայենք։ Իսկապես ես համակարծիք եմ նաև այդ գնահատականին։ Գիտեք ինչ, երբ որ կա վտանգ, մարդը սկսում է պատրաստվել այդ վտանգին։ Չէ, ինքը տեսեք, մի կողմից էս պատերազմ է, սարսափ տեսել ենք մեր տարածքները տվել է պատերազմը ինքը բերում, որ մարդը չասի, բայց այս խեղկատակը պատերազմ բերողը նորից ուզում է իշխանության գալ, չէ՞, մտա, որ ինքը չստացվի, բանը, այդ մտքերի մեջ չընկնի, ինքը ինչ է անում։ Ինքը սկսում է անհեթեթ ինչ որ ծաղրածոական բաներ ու ամբողջ լրահոսը լցնել դրանով։ Իմիջիայլոց ես պիտի խնդրեմ դուք էլ սրա մասին խոսել, երեք որտեվ հանդիպեցի դրան, փաստորեն հայլուրը ասում են ամեն օր, դե ես չգիտեմ, մարդիշկամ պիտի բանի կարողանա հայլուրին հետևի, բայց կան մարդիկ երեք հանրային ռադիոյում էր նախկինում աշխատում, գրառում էր եւ կոնկրետ հանձնաժողովին էր դիմել, որ դուք ինչ է հարկերից սնվող հանրային հեռուստաընկերությունը փաստորեն ամեն օր լրատվականը 20-ից 30 րոպե նվիրում է իրեն։ Դե հիմա Քարոզ Արշավի մատը ժամ չեն նայում, մարդը ասում են իբրև թե վարչապետ է զբաղված այդ խեղկատակությամբ, այսպես զբաղեցնում են։ Չէ, նաև մեր ժողովրդին ու հանրությանը մոլորեցնելու համար է, պարոն Նահապետյան, որ ոչ մի խնդրեմ գոյություն չունի։ Ես դա մոլորեցում չի, դա զգոնության բթացում է։ Այո, վտանգը, որ մենք չտեսնենք։ Այո, ավելի ճիշտ ասեցիք։ Եվ հիմա իսկապես այդ վիճակն է։ Հիմա եւ այստեղից սովորաբար ես խնդիրների մասին որ խոսում եմ, եթե լուծում չի լինում, ես այդ խնդրի մասին չեմ խոսում։ Այս կոնկրետ ինչ եմ առաջարկում, այս օգտվելով մեծ լսարանից, նաև այս տաղավարից, նաև Հայլի ակումբի անաչառ անկողմնակալ գնահատականներից։ Ես կոչով դիմում եմ բոլոր ընդդիմադիր ուժերի այն մասնագետներին, անվտանգային եւ պաշտպանական, որոնք կան, իսկ բոլոր ուժերում կան։ Ես առաջարկ եմ անում աշխատանքային հանդիպում քննարկում կազմակերպել, իսկ առնվազն այդ ուժերում բավական լուրջ ռեսուրս կա։ Իրավիճակի գնահատականը մեկ, իսկապես, երկրորդ սպառնալիքները, մարտահրավերները հեռու են, դեռ չեն մտել, բայց ակնհայտ սպառնալիքներ կա, այդ սպառնալիքների չեզոքացման ուղիներն ու ճանապարհները։ Գոնե տեսականորեն մենք մտածենք, տեսականորեն, հա, եւ արդյոք հնարավոր է այդ տեսականը որոշակի առումով մեր ռեսուրսներով, մեր կապերով ինչ-որ ձեւով կազմակերպել։ Ոչ ասածս խիստ վերացական չլինի, անկեղծ եմ ասում, ես օրինակ անցյալ տարի այսպեսի մի իմ նախաձեռնության բան կազմակերպեց։ Ես մտածում, ասենք, ես ու իմ ընկերները զինվորական, ովքեր շատ ավելի լուրջ փորձ ունեն, ես չափել չեմ էլ իրենց եւ գիտելիքների եւ փորձառության, ես հիմնական տեղեկատվության ոլորտի մասնագետ եմ։ Ես օրինակ այսպես, ասենք տեսականորեն երասխիչ ճեղքում ա լինում, տեսականորեն տանկային ճեղքում, որ մտնեն մի երկու ժամ Երևան մտնեն։ Այդ դեպքում ինչպես կարելի է այդ ճեղքումը կանգնեցնել նույնիսկ այս պայմաններում։ Իշխանություն Նիկոլն, հա, հնարավոր է արդյոք տեսականորեն արագ օպերատիվ ինչ-որ քայլեր անել, նախորոք պատրաստել ինչ-որ բան, դե իհարկե առանց զենքի, բայց երբ այդ ճեղքում լինի, ապա ճիշտ տեղակայել բոլոր այն ռեսուրսները, մարդկային եւ այլն, որոնք կարող են կասեցնել սկզբունքորեն այդ ճեղքումը։
Բարձում է կարելի է։ Հիմա ես ոչ աններ եմ տալիս, բայց հանդիպել եմ շատ լուրջ բարձրաստիճան նախկին զինվորականների հետ։ Այո, հնարավոր է։ Ես ինչի համար եմ այս առաջարկ անում եւ հորդորում եմ բոլոր այդ օղակներից, ովքեր այդ մասնագետները կան, մենք բոլորս այս կամ այն ձևով մեկ-մեկու ճանաչում ենք։ Երևի ասենք ես կարողա չեմ ճանաչում Հունաստանից, Իսրայելից եւ այլ մասնագետներ, որոնք եկել են, բայց տեղի մասնագետներին վստահաբար ճանաչում եմ, այդ կառույցների ղեկավարներ, ընկերներ կան, շփումներ կան եւ այլն։ Ես հորդորում եմ ինչ որ ձևով նախաձեռնվի մասնագիտական քննարկում առանց տեսախցիկների, իրավիճակի համարժեք գնահատական եւ վատթարագույն սցենարներով, որը սպառնալիք է դրա անունը, այդ սպառնալիքն ինչպես կարելի է մեր ռեսուրսներով, իսկ փաստորեն դա քիչ ռեսուրս չի, որտեղ այսօր անդիմություն հայտ է ներկայացնում իշխանություն վերցնելու, չէ՞։ Այսինքն բավական լուրջ ռեսուրսային բազա կա, որտեղ կան եւ մասնագետներ, եւ հնարավորություններ, եւ կապեր, եւ կշիռ դրսում, որpիսի մենք անջատ ընդհանրապես իրավիճակի գնահատականի մասին չխոսենք ցավոք սրտի։ Ես կոնկրետ առաջարկ եմ անում եւ ես պատրաստական եմ իմ ընկերների հետ, անուններ չեմ տալիս, որոնք եւ այստեղ են եւ Հայաստանից դուրս են, պատրաստական ենք այդ մասնագիտական քննարկումները կազմակերպել։ Աշխատանքային քննարկումները մենք կգնահատենք լուծումները խնդիրների եւ անհրաժեշտության դեպքում տեսականորեն նայենք, եթե այդ արհավիրքը իսկապես հիմա մեր տունն է մտնում, ես սկզբունքորեն չեմ բացառում, այս անձը իր ներքին էությանը շատ հարիր հոգեվիճակով, հիստերիան, եթե մետրոյում քո դիմաց մի կին ու երեխա է նստած, դու արդեն հիստերիայի մեջ ես ընկնում երկու բառ փոխանակելուց, ես պատկերացնում եմ, եթե ինչ որ մեկ-երկու ուղղությամբ Ադրբեջանից ասենք արձակում ան, տեսականորեն եմ բանանում, եւ այդ դեպքում, ասենք, որը պիտի լինի օրվա իշխանությունների կամ կառավարության քայլերը։ Դու պլանավորում ես հարգելի ընդդիմություն, մենք պլանավորում ենք։ Հարգելի ընդդիմություն ավելի լավ կլինի դրանով չզբաղվի։ Հարգելի ընդդիմությունը զբաղվի այս ազգակործանից ազատվելով, այդ գործով զբաղվի, որովհետև այս ազգակործանը, որ մնաց 5-րդ պատերազմն է բերելու, եւ ինքը այդ պատերազմով վախեցնում է, այդ պատերազմով Ալիևն է վախեցնում, եւ միակ մեր փրկությունը, որ Նիկոլը գնա եւ պատերազմ չլինի։ Նիկոլին պիտի հեռացնե, որ եթե մտածեք, որ այդ 2 ամիս կա, 5 ամիս կա, 1 ամիս կա, Նիկոլը մնալու է իշխանության եւ ինչ որ գործողություն ճշնամին անելու է, մենք հաջողելու ենք, չարաչար սխալվում եք, որովհետեւ եթե Նիկոլը իշխանության գլխին է, մենք կործանվելու է վերջնական Հայաստանը, ոնց որ չէիք հավատում, որ վերջնական կործանվելու է Արցախը, որ վերջնական տալու է Սյունիքից, Գեղարքունիքից, Տավուշից տարածքներ, ինչպես տվեց, որ այսքան զոհեր ենք ունենալու, որ Նիկոլի բոլոր խայտարակ ավտոբուսները ուրախ կլինի, մահվան կլինի, գնալու են Եռաբլուր, ուրեմն բոլոր ջանքերը պիտի միջև ընտրություն չկա, միջև ընտրություն էլ ամեն ջանք թափել Իրանից ազատվել, Իրանից միայն ազատվել, այս մարդը սպառնում է, ասում է պատերազմ են բերելու, անվտանգային մասնագետների հավաքը ինչ անի, որ ամենափայլուն մեր առաջատար գեներալները, զինվորականները պատերազմից առաջ գնացին Տոնոյանի մոտ, գնացին սրա մոտ, բոլորը հավաքվեցին, ոչ մի բանի չնայեցին, քաղաքական ուժերի առաջնորդներ, ներկայացուցիչներ գնացին Նիկոլի մոտ, պատրաստ էին ամեն ինչով աջակցելու, օգտվեց դրանից, 3 նախագահները կային, Արցախի 3 նախագահները, Հայաստանի Հանրապետության 3 նախագահները, բոլորը պատրաստ էին օգնելու, գեներալները օգտվեց դրանից, այո, խանգարում է, այս մարդու հետ որևէ բան չի կարելի քննարկել, որևէ թուղթ չի կարելի տանել իր սեղանին դնել, այս մարդը ուրիշ պլանով է եկել, ուրիշ ծրագրով է եկել եւ իր ծրագիրը դժբախտաբար ճակերտավոր դեռ հրաշալի ինքը իրագործում է, այնը Հայաստանի տարածքները տա։ Հասկանալի է, ես իրավունք ունեմ իմ կարծիքը ասել, ես գտնում եմ միջև ընտրություններ, եթե այս 2 ամսվա ընթացքում ֆորս մաժորային վիճակ լինի, իսկ այդ ֆորս մաժորային վիճակը լինելու է միայն եթե Իրանի դեմ ցամաքային լուրջ ռազմական գործողություն։ Ոչ մի բան չէ կարող ան, ինքը ասելու է հրամանատարը ես եմ, գլխավոր ինչ է ասում, հրամանատարն եմ, գլխավոր չգիտեմ ինչը, գերագույն գլխավոր հրամանատարը ես եմ, ոնց կուզեմ այդպես էլ կանեմ, ոնց որ արել է այդպես։ Ես հիմա առաջարկս արեցի, իսկ հիմա ինչ վերաբերում է հունիսի մինչև հունիսի 7-ը անդիմության քայլերը։ Ես օրինակ իմ փորձառությամբ գնահատում եմ, որ 3 կարևոր գործողություն տարվի։ Ակնհայտ է, որ ընտրությունները կեղծվելու են։ Ես կարծում եմ, որից մեկի մոտ կասկած չկա։ Անդիմության բավականին ռեսուրսային միավորները պետք է մասնագիտական։ Մի հատ հիմար նիկոլական գրում է 3 սրիկաներ, ոչ թե նախագահը։ Ինչի այդ տականք։ Ինչի որ հաղթանակ են բերել, որ Ալիևին ստորացրել են, այ Նիկոլի տականք, հա, այ ժեղ, այ ինչ ասեմ, թափթփուկ,
Ոնց ես համարցակում այսպիսի բան ասել, հա? Այդ հապթփու։ 3 նախագահների ժամանակ Հայաստանի Հանրապետության Դե պատասխանատվության ենթարկի, Նիկոլ, տես ինչ է հաճում նախագահների հասցեին։ Հիմա Հայաստանի Հանրապետության քաղաքացին ապրելով Հայաստանում կամ Արցախում երբևիցե գիշերը կմտածի, որ կարող է թուրքը հարցակվի, կոտորի, ոչնչացնի, բռնաբարի, թալանի։ Որտեվ ոչ չէր մտածի, ինչու որտեվ սահմանները ամուր կանգնած էին, թուրքը մեզանից վախում էր, այդ թվում նաև Արցախում։ Ինչի Ջերմուկցին Արսենյանի հետ միասին կմտածել, որ բերելու է իր գլխի վերևը Նիկոլը բերելու է թուրքերին կանգնացնի։ Էդ ու մորոք ա եղել, այս սրիկա։ Այդ անձին հորդորում եմ, ինքը իրանց դեմքն է, էլիս հավաքական մի հատ ինչ-որ կերպար է, իրանց դեմքն է։ Առաջին ասենք, իրենք չափ են։ Ինչ են 3 նախագահների ժամանակ ինչպես էին ապրում։ Խաղաղություն է եղել։ Այո, հաղթանակ է եղել եւ հաղթանակած խաղաղություն։ Երեքն էլ է։ Երեքն էլ Լևոն Տեր-Պետրոսյանը բառից բուն իմաստով խաղաղություն, մաքսիմալ խաղաղություն, անվտանգություն, խաղաղության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, քառօրյա պատերազմում հաղթանակ Սերժ Սարգսյանի ժամանակ։ Դե հաճացեք։ Փաստ է, չէ՞։ Փաստ է, չէ՞։ Ինչի մասին եք դուք խոսում։ Եվ հետեւաբար հիմա ես կարծում եմ, որ այդ մասնագիտական խմբերը, որոնք որ ընտրությունների համատարած կեղծիքների դեմ ինչ որ ձևով դառնեն, ես կարծում եմ դա կոորդինացված աշխատանք լինի, ոչ թե ամեն մի կուսակցություն, որը մասնակցում է ընդդիմադիր ընտրություններին կամ դաշինքներ, իրենք առանցին, սա կոորդինացված աշխատանք լինելու մեկ-մեկու հետ։ Սա առաջին, երկրորդ գործը, որ ես գտնում եմ կարևոր մոտիվացնել մեր երկրի այն քաղաքացիներին, որոնք մտածում են, որ ընտրությունները բան չի փոխվի։ Ընդ որում, նորից եմ ասում, 60-70% ընտրությունների մասնակցող մեր քաղաքացիները արդեն իրավիճակ են փոխելու։ Եվ երրորդ, պատրաստվել հետընտրական գործընթացներին, որտեղ ակնհայտ կեղծիքներ եւ այդ մարդիկ պարտավոր են Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է ձայնը պաշտպանել։ Այդքան բան, 3 հիմնական գործ պետք է արվի։ Ես հորդորում եմ, պատրաստակամ եմ եւ տարբեր տեղեր ես էլ ընկերներս հետ։ Որ այս գործին առաջարկի կան, որ անպայման տեղերում դա լինի։ Սա լրիվ համակարգված պետք է լինի։ Ես